Պարը գեղագիտական պատկերացումների ազգային ինքնության կարևոր արտահայտչամիջոց է, երաժշտության, ռիթմի միջոցով այն բացահայտում է նաև մարդու բնավորությունն ու ներաշխարհը։ Արդեն 4 տարի Արթիկի Լիդենս պարային համույթում այս արվեստը մատուցվում է ինքնատիպ ձեռագրով։ Լիդենսը իր օրինակով ցույց է տալիս, որ զգացմունքներն ավելի ճշգրիտ ու գեղեցիկ կարող է արտահայտել պարը։ Լիդենսի գեղարվեստական ղեկավար եւ պարուսույց Լիդա Հակոբյանը փոքր տարիքից է պարում։ Ելույթներ ունեցել տասնյակ բեմերում, այդ թվում միջազգային պատասխանատու հարթակներում։ Պարարվեստի նկատմամբ սերն է եղել հնարաններից մեկը, որը ընտրել է այս արվեստի ճանապարհը։ Երիտասարդ պարուսույցը հիմա էլ անմնացորդ սիրով իր փորձն է փոխանցում սաներին։ Իմ գրագետ քայլերը սկսել եմ Գյումրու Կարամուրզայի անվան պետական քոլեջից։ Այնտեղ ինձ դասավանդել են Տիգրան Նորածյանը եւ Սենիկ Խուբեսարյանը, ում ես շատ շնորհակալ եմ։ Իմ այս ամեն ինչը կապված է իրենց հետ։ Պետք է շատ սիրել պարարվեստը, որպեսզի կարողանաս երկար ճանապարհ անցնել։ Հիմա ինձ համար պարը դարձել է տարերկ, ամենօրյա աշխատանք, իմ ամենասիրելի գործունեությունը։ Պարուհին տպավորիչ հաջողություններից առանձնացնում է Շանթ հեռուստաընկերության ազգային պարեժ նախագիծը։ Երկարատև ու բարդ աշխատանքը տվեց իր արդյունքը։ Լիդան դարձավ նախագծի հաղթողը։ Այս հաղթանակը ոչ միայն անձնական ձեռքբերում էր, այլ ոգևորություն իր սաների ու համույթի համար։ Շատ պատահական ստացվեց մասնակցությունս։ Իմ աշակերտու շնորհիվ ես գրանցվեցի այդ նախագծին, շատ պատասխանատու, շատ դժվար փորձություններով անցա եւ մի բան սովորեցի, որ երբեք չպետք է հանձնվել, միշտ պայքարել, քայլել առաջ եւ հետ չնայել։ Երբ տեսա ազգային պարերի նախագիծը, հասկացա, որ հենց ընկեր Լիդան է ինձ համար լավագույն պարուսույցը, երբ եկա այստեղ համոզվեցի դրանում ու հիմա ամեն օր ավելի ու ավելի հաճույքով եմ գալիս պարի։ Երբ ասվեց Լիդան ստուդիան, ես հաճախեցի այստեղ եւ զգացի, որ պարը ինձ յուրահատուկ էմոցիաներ է տալիս եւ ես կարող եմ պարի միջոցով արտահայտել ինձ, իմ ներքին աշխարհը։ Լիդան իր նպատակներն իրականացնում է ավելի քան 80 սաների հետ։ 4 խմբերով գործող համույթում պարում են աղջիկներ, որոնք գրագետ, մելոդիկ եւ ռիթմիկ պարերով ոչ միայն փոխանցում են էմոցիաներ, այլև մշտապես համալրում են հաջողությունների անկյունը։ Վերջերս այն համալրվել պարային խմբի ամենակարևոր միջազգային մրցանակով։ Վերոնայում անցկացված մրցույթ փառատոնին, որին մասնակցում էին 10 երկրներից ժամանած համույթներ, Լիդենսը նվաճեց պատվավոր առաջին հորիզոնականը։ Երբ հնչեց արդեն արդյունքը առաջին տեղ, դա մի անբացատրելի զգացում էր, քանի որ շատ էինք աշխատել մեր պարի վրա։ Մենք պարզապես չհաղթեցինք այդ մրցույթում, մենք հաղթեցինք ինքներս մեզ, մեր դժվարություններին ու մեր վախերին։ Մեր գերագույն նպատակը ոչ միայն հաղթելն էր, այլ հայ ազգի հոգին եւ ուժը ներկայացնելը։ Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել ընկեր Լիդային, այս առաջին հորիզոնականը Իտալիայում ընկեր Լիդայի անխոնջ աշխատանքի եւ մեր հանդեպ ունեցած անսահման հավատի պարգևներ։ Կարծում եմ կարևոր է եվրոպական երկրներում հաճախակի ելույթ ունենալը, քանի որ այնտեղ երեխաները ոչ միայն սովորում են այլ մեծ բեմերում ելույթ ունենալ, այլ իրենց հետ վերցնում են տվյալ երկրի մշակույթը եւ ընդլայնում են իրենց աշխարհայացը։ Իտալիայում միջազգային մրցմանը մասնակցելու համար իր ֆինանսական աջակցությունն է մեզ տվել Ձեռնոցների գործարանի Արթուր Աստոյանը, որին ես եւ իմ խումբը խորին շնորհակալություն ենք հայտնում։ Լիդենսում սովորում են տարբեր ոճերի պարեր, ազատ ու ժամանակակից պարերից մինչև դասական, ազգային եւ ժողովրդական։ Համույթն ընդունում է 4-ից 18 տարեկան աղջիկների, որոնց համար Լիդենսը ինքնադրսևորման հարթակ է, որտեղ նրանք սովորում են սիրել պարը եւ դառնալ մշակույթի այս կարևոր ճյուղի կրողները։ Պարին շատ ծանոթ չեմ եղել, մինչև Լիդենս պարային համույթի հաճախելը շատ դժվարություններ եմ ունեցել, ինձ անծանոթ է եղել եւ դասական պարը եւ հայկական պարի որոշ հատվածներ, բայց ի շնորհիվ մեր պարուսույցի ես կարողացել եմ հաղթահարել բոլոր դժվարությունները ու ինչու՞ չէ նաեւ որոշ չափով կարողացել եմ ծանոթանալ պարարվեստին։ Պարային համույթը շարունակում է իր փորձերը, պատրաստվում է նոր պարային բեմականացումների։ Առաջիկայում կմասնակցեն Երևանում կայանալիք միջազգային մրցույթին։ Իսկ մարտի 1-ին Լիդենսը բոլոր սաների մասնակցությամբ մեծ շուքով եւ հոբելյանական համերգով կնշի հիմնադրման 5-ամյակը։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։